Անրանը թութ շատերն են ուտում, բայց սպիտակ և սև թթի միջև կա տարբերություն, որը շատ մարդիկ չեն էլ նկատում։ Որն է ավելի օգտակար առողջության համար, և արդյոք մեկը կարող է ավելի լավ լինել, քան մյուսը։ Այս տեսանյութում պարզ և հասկանալի կտեսնենք սև և սպիտակ թթի իրական տարբերությունը։ Եթե քեզ հետաքրքիր են առողջության թեմաները, այս ալիքը հենց քեզ համար է։ Բաժանորդագրվիր առողջություն մեր YouTube-յան ալիքին, եթե ուզում եք հասկանալ ձեր օրգանիզմի ազդանշանները և ժամանակին կանխել խնդիրներ։ Շատ մարդիկ ամբողջ կյանքում թութ են ուտում, նույնիսկ չմտածելով, որ սև և սպիտակ թութը իրականում բավական տարբեր մրգեր են։ Շատերի համար տարբերությունը միայն գույնն է կամ համը, բայց իրականում այս երկու տեսակները տարբերվում են նաև իրենց բաղադրությամբ, օգտակար հատկություններով և նույնիսկ օրգանիզմի վրա ազդեցությամբ։ Հենց դրա պատճառով էլ տարիներ շարունակ մարդիկ վիճում են, որն է ավելի օգտակար՝ սևը թե սպիտակը։ Սկսենք սև թթից։ Սև թութը սովորաբար ավելի մուգ, ավելի հյութալի և ավելի արտահայտված համ ունի։ Շատ մարդիկ հենց սև թութն են կապում իսկական թթի հետ, որովհետև դրա համը ավելի ուժեղ է և ավելի երկար է մնում բերանում։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ սև թթի մուգ գույնը պարզապես արտաքին տարբերություն չէ։ Այդ մուգ գույնը առաջանում է հատուկ բնական նյութերից՝ անթոցիաններից։ Նրանք հակաօքսիդանտներ են, որոնք գիտնականների ուշադրության կենտրոնում են արդեն երկար տարիներ։ Պարզ ասած, դրանք օգնում են օրգանիզմին պայքարել բջիջները վնասող գործընթացների դեմ։ Հենց դրա պատճառով շատ մասնագետներ կարծում են, որ սև թութը հակաօքսիդանտների տեսանկյունից կարող է ավելի հարուստ լինել, քան սպիտակ թութը։ Բացի այդ, սև թութը պարունակում է վիտամին C, երկաթ, կալիում և բջջանյութ։ Հատկապես հետաքրքիր է երկաթի թեման։ Շատ մարդիկ տարիներ շարունակ սև թութը օգտագործել են արյունը բարձրացնելու համար, թեև այն չի կարող փոխարինել բժշկական բուժմանը։ Դրա մեջ իսկապես կան նյութեր, որոնք կարևոր են օրգանիզմի բնական աշխատանքի համար։ Եթե օգտակար է այս տեսանյութը ձեզ համար, խնդրում ենք հավանեք այն։ Հետաքրքիր է նաև, որ սև թութը հաճախ ավելի թթվաշ է և ավելի հագեցնող համ ունի։ Դրա պատճառով մարդիկ սովորաբար այն ավելի քիչ քանակով են ուտում։ Իսկ հիմա անցնենք սպիտակ թթին։ Սպիտակ թութը լրիվ այլ տպավորություն է թողնում։ Այն սովորաբար ավելի մեղմ, ավելի փափուկ և ավելի քաղցր համ ունի։ Շատ մարդիկ հատկապես սիրում են սպիտակ թութը հենց դրա մեղրային համի պատճառով։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն։ Քանի որ սպիտակ թութը ավելի թեթև է թվում, մարդիկ հաճախ այն շատ ավելի մեծ քանակով են օգտագործում, նույնիսկ չնկատելով, և հենց այստեղ կարող են առաջանալ որոշ խնդիրներ, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն շաքարային դիաբետ կամ ավելորդ քաշ։ Թութը, անկախ գույնից, պարունակում է բնական շաքարներ, իսկ երբ մարդը սկսում է մեծ քանակությամբ թութ ուտել, օրգանիզմը ստանում է բավական մեծ քանակությամբ գլյուկոզա և ֆրուկտոզա։ Հենց այդ պատճառով էլ շատ մասնագետներ խորհուրդ են տալիս թութը օգտագործել չափավոր քանակով, նույնիսկ եթե այն համարվում է օգտակար միրգ։ Շատ մարդիկ սխալվում են մտածելով, թե եթե միրգը բնական է, ապա կարելի է այն անսահմանափակ ուտել։ Իրականում նույնիսկ ամենաօգտակար մթերքը չափից շատ օգտագործելու դեպքում կարող է ծանրաբեռնել օրգանիզմը։ Օրինակ, չափից շատ թութ ուտելու դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ փքվածություն, ստամոքսի ծանրություն կամ աղիների անհարմարություն։ Հատկապես դա նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն զգայուն մարսողական համակարգ։ Կա նաև մեկ այլ հետաքրքիր տարբերություն։ Սև թութը սովորաբար ավելի արագ է փչանում և ավելի նուրբ միրգ է, իսկ սպիտակ թութը որոշ դեպքերում ավելի երկար է պահպանվում և ավելի հեշտ է տեղափոխվում։ Հենց դրա պատճառով
տարբեր երկրներում մարդիկ տարբեր նպատակներով են օգտագործում այս երկու տեսակները։ Օրինակ, սև թթից հաճախ պատրաստում են մուրաբաներ, հյութեր եւ նույնիսկ ավանդական ըմպելիքներ, իսկ սպիտակ թութը շատ տեղերում չորացնում են եւ օգտագործում որպես բնական քաղցրավենիք։ Բայց ամենակարևոր հարցը մնում է նույնը, որն է իրականում ավելի օգտակար։ Եթե խոսում ենք հակաօքսիդանտների եւ ակտիվ բնական գունանյութերի մասին, ապա շատ մասնագետներ առավելություն են տալիս սև թթին։ Նրա մուգ գույնը ցույց է տալիս, որ այդ նյութերի քանակը ավելի բարձր է։ Բայց եթե խոսում ենք ավելի մեղմ համի եւ ավելի թեթև օգտագործման մասին, շատ մարդիկ նախընտրում են սպիտակ թութը։ Այսինքն իրականում այստեղ չկա մեկ հաղթող բոլոր մարդկանց համար։ Ամեն ինչ կախված է օրգանիզմից, առողջական վիճակից եւ նույնիսկ նրանից, թե ինչ քանակով է մարդը օգտագործում թութը։ Շատ կարևոր է հասկանալ, որ ոչ սև, ոչ սպիտակ թութը կախարդական մթերք չեն։ Դրանք չեն կարող բուժել հիվանդությունները կամ փոխարինել առողջ ապրելակերպին, բայց ճիշտ եւ չափավոր օգտագործման դեպքում երկուսն էլ կարող են դառնալ առողջ սննդակարգի լավ մաս։ Եվ հենց այստեղ է ամենակարևոր միտքը։ Օգտակար մթերքը այն չէ, որը հրաշքներ է անում, այլ այն, որը ճիշտ քանակով օգնում է օրգանիզմին, առանց վնասելու։ Եթե ուզում եք նման պարզ, հետաքրքիր եւ օգտակար տեղեկություններ առողջության մասին, անպայման բաժանորդագրվեք Առողջություն YouTube-յան ալիքին եւ միացրեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Եթե այս տեսանյութը հետաքրքիր էր ձեզ համար, աջակցեք մեզ մեկ լայքով, որովհետև դա օգնում է, որ այս կարևոր տեղեկությունը տեսնեն ավելի շատ մարդիկ։ Իսկ հիմա գրեք մեկնաբանություններում, դուք որ թութն եք ավելի շատ սիրում, սև թե սպիտակ, եւ արդյոք գիտեիք, որ դրանց միջև իրականում այսքան տարբերություններ կան։